իրավական դեսպանություն, դրսում եւ ներսում մեծատվի խառը աշխատանքներ։ Ես տեսանելի արդեն կարծես սովորական ես հավատալ, որ այս տղաները այսպես ճանասիրաբար շոքին մի քանի հագուստներ հագած, որպեսզի իրենց դեմքերը նույնիսկ ճանաչելի չլինի հանրության համար, սա նույնիսկ ինձ նշում է, որ այս մարդիկ ևս ամոթի զգացողությունով են այստեղ գործողություն իրականացնում։ Ինչ վերաբերում է սրա քաղաքական կոնտեքստին, որտեղ այստեղ իրավական որևէ բան տեսնել, ուղղակի շատ ճանասիրության դեպքում ևս անհնար է, սա զուտ քաղաքական հանձնարարության կատարածություններ են այս մարդիկ։ Երեք ազգային ժողովի քաղաքական թիվ 1 ամբիոնից երկու փաստացի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող քաղաքական հանձնարարական է տվել Քոչարյաններին ունեզրկելու։ Այսպես հորինված ֆիրմաներ հիմա կփորձեն կապել Քոչարյան ազգանվան հետ, արդեն նախագահն ու Սերժ Քոչարյանը գտնվում են այս բային քննչական հակակոռուպցիոն քննչական կոմիտեի։ Տեսեք, այս քաղաքական հետապնդումները մի վկայություն ունեն, որ այն մարդով եք ասում էր, ես պատրաստ եմ այդ նույն դատով դատվելու, ես հույս ունեմ, որ ինքը այո դատվելու, բայց ոչ այս դատով։ Ինքը դատվելու է նորմալ իրավական պետության, իրավական հետևանքներ ունեցող բուն իրավական պրոցեսներով առանց քաղաքական հանձնարարականների, որտեղ այս գործողությունները ոչ միայն Քոչարյանների նկատմամբ են, այլ մեր պետության հիմքերի, հիմնասյուների նկատմամբ գործընթացությունը, որտեղ հայտարարված իրավական պետությունում չեն կարող նման գործընթացներ տեղի ունենալ։ Տեսեք, երբ որ ստանձնում ես իշխանություն ու քաղաքական բովանդակություն չունես ժողովրդին տալու, քո խոստումները իրականացնելու ու քողարկելու համար բոլոր են դավաճանական սկզբունքները, որոնք որդեգրել են ի սկզբանե եւ մինչեւ ընտրությունների եւ ընտրություններից հետո պետք է իրականացնեն, ժողովրդի աչքերին այսպիսով թոզ փչելու միջոց է, որպեսզի հասարակությանը շեղեն իրական լուրջ խնդիրներից։ Որն է այդ լուրջ խնդիրը, օրինակ Տիգրանյանների հանձնելու համանadmության ինքներդ պարկաստո նշեցիք, ես դրան հafելացնելու ոչինչ չունեմ։ Բայց ոչ միայն երեք քարոզարշավի ողջ ընթացքում Նիկոլ Փաշինյանը բացահայտ ասում էր, մեջբերեն պատերազմի եռագլուխ կուսակցությունը պետք է պատասխանատվության ենթարկվի, դատվելու եք, նստելու եք, եւ դատելով հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունից պարզ է, որ այս ողջ գործընթացը մի գիշերում տեղի չի ունեցել, այսինքն այս իրավական գործընթացները ավելի վաղ են սկսվել։ Ո՞րն էր Նիկոլ Փաշինյանի հրահանգը։ Տեսեք, քանի որ դուք նշում եք քարոզարշավի ընթացքում հնչել էին, քարոզարշավի ընթացքում էլ էր վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը եւ երեք փաստացի ասած, որ այն process-ը, որ մեկնարկել է քարոզարշավի ընթացքում, հիմա ժամանակն է գործելու կոնկրետ գործիքակազմում։ Ինչ վերաբերում է քարոզարշավի ընթացքում ինչեր է ասել, քարոզարշավի հիմնական մեթոդը եղել է ժողովրդին ահաբեկելը պատերազմով։ Իսկ մի քաղաքական ուժ, որը իր գոյության ընթացքում 3 պատերազմ է բերել, 3 էսկալացիա է բերել, կորցրել է Արցախը, չի կարող ուղղակի պատերազմում մեղադրել մի մարդու, ով 10 տարիների ընթացքում ընդհանրապես խաղաղություն ու տնտեսական աճ է ապահովում։ Բայց ինքը դարձյալում է որպես ժողովրդի կողմից ժողովուրդն է ինձանից կանաչում դատել այս մարդը։ Եվ ինձ մանդատ է տվել դրա։ Տեսեք, Փառք Աստծո, ես նրա որևէ բան մեկնաբանելու ոչ ցանկությունը եւ ոչ էլ դրա իրավական այսպես փորձակազմը չունեմ, որ մեկնաբանեմ մի մարդու խոսքերով անընդհատ ստում եմ։ Հիմա այդ մարդը այնպես բաները ասելու չի արել, հիմա որ ասում ժողովուրդը ինձանից պահանջում, այդ պահանջը ինչ որտեղ պետք է ձևակերպված լինի, չէ՞։ Եթե ինքը այդ պահանջի այսպես հաստատումը դիտարկում է ընտրությունների արդյունքները, ապա այդ ընտրությունները խիստ կասկածելի արդյունքներ ունեն։ Մենք ընտրությունների արդյունքները եւս մեր համար վիճարկելի է, ու այն ձայները, որոնք իրանք հրապարակել են, դեռևս արդյունքները չհրապարակված, գիշերը ժամը 2-ի երբ ընդամենը հաշվարկ էր տեղի ունենում, երբ գողացել են մի ամբողջ ֆրակցիայի ձայներ, այդ ընտրությունները լեգիտիմ չեն եւ դրանով իսկ հայտարարած վստահության քվեն նա չունի եւ այսպիսով փորձում է այսպես ուժ թելադրելով պահել այն, ինչ որ գողացել է ժողովրդի այս ընտրությունների արդյունքում։